Հիմա հարցերի հարցը, այս տեսքով խորհրդարանը ինչպես է վարվելու այդ սահմանադրական փոփոխությունների այս խնդրարույց ձևակերպումը տան, բայց ամեն դեպքում Ալիևյան պահանջի հետ։ Տեսեք, Ալիևյան պահանջը ինքը ծուղակ է, էդի ոնց ասեմ, պատկերացրեք երիտասարդ զույգը ամուսնացել է, մեկ էլ մի չուզող հարևան ունեն, կամ մի հարբած մեկը բան այդ հարսանաքավորներից ասում է կգնաս գիշերը անպայման իրար հետ կգուրգուրեք իրար անդադ է ասում իրանք է գիտեն որ գնալու են վերջը գուրգուրեն իրար չէ վերջը ամուսնությունը տես բան է էլի ինա դնեն չգնան գուրգուրեն հասի անպայման կգրկեք իրար ու տենց ոչ հղիություն ալնված տենց տարիներով տենց ապրում են մարդու կնիկ ոչ իրար ճանաչել են ոչ երեխա ունեն, ոչ հղիություն, ինչա թե մի չարախոս թույն լեզվով մեկը եկել անդադ ասում կգուրգուրես նրան, ասենք օրինակ։ Հիմա այս մեր սահմանադրության հարցն է, ամբողջ ազգը գիտի որ այս սահմանադրությունը սահմանադրություն չի։ Բոլոր քաղաքական ուժերն ասում են այս սահմանադրությունը վատն է, սենց է, բոլորը դա գիտեն։ Գալի հերթ հասնասում կնկեր, բա որ վատ է, բժշկական մոտեցում ասեմ, մի քիչ ինժեներական է։ Բժիշկին օրինակ որ հգարց ասած, այ այս փուշը անդադ էս փուշը, ասում կլինի հանենք այդ փուշը, այդ վերքը լավանա, էլի։ Ասում չէ, ինչի, ասում այնի կողից ասում, փոխեք այդ, հանեք այդ փուշը։ Հանեք այդ փուշը։ Հիմա, այսինքն էսի մի անուղեղություն, որ համազգային մասշտաբ է ուզում ստանա, որ Ալիևը որ ասում է ուրեմն եկեք չանենք, Ալիևը պատարակաղով հաց է ուտում, հիմա ինչ անենք, պատարակաղ շպրտենք, ոնց ձեռներով խժռենք մեր, Ալիևը աթոռին է նստում, հիմա ինչ անենք, ելնենք սեղանին նստենք, Ալիևն ինչ, Ալիևն է որոշում, ցավոք սրտի Ալիևն է որոշում, ինչի որտեվ էդի մեր խասյաթն է, մեր պրիմիտիվությունն է, մյուս հարցը, որ շատ կարևոր է, դա անկախության հռչակագրի մասին հղումը նախաբանից հանել կամ չհանելու հարցն է։ Այս է Ալիևը հատկապես ուզում։ Դե իշխանությունն էլ խնդիր չի տեսնում անելու հարցում։ Ախր էսի ընդհանրապես հարց չի է։ Ես գիտեմ ինձ համար նաև շատ հարգելի քաղաքական գործիչներ եւ ուժեր սարքել են Հոռոմի պատմություն այս սահմանադրության նախաբանը։ Սահմանադրության նախաբանում հռչակագրի գոյությունը։ Իսկ դա ինչի՞ց է գալի։ Թույլ տվեք մի քիչ անհամեստ բան ասեմ, որովհետև համատարած անհասկացող են։ Նրանցից մեկը սահմանադրություն չգիտի ինչ բան է։ Նրանցից մեկը սահմանադրության խորքերը չի տիրապետում։ Սահմանադրությունը իրանց համար էլի մի հատ դեկորատիվ բան է, որ տունա թողլնի, երգիրա թողլնի, սաղ ունեն թող մենք էլ ունենանք, այս վիճակի մի հատ բան է։ Նրանք իրոք չեն հասկանում, դա ոնց է աշխատում ու ինչի հետ են ուտում։ Նրանք չեն էլ հավատում, որ դա աշխատում է։ Ոչ ոք չի հավատում։ Հավատում են, որ փողն աշխատում է, շանտեղությունն աշխատում է, բջջությունն աշխատում է, բայց չեն հավատում, որ սահմանադրությունը, արդարությունը, արդարադատությունը, ինտելեկտը աշխատում է, չեն հավատում։ Ինչ անեմ, հիմա էդ է, ես հավատում եմ, ավելի դա ոչ թե հավատ, այլ հավատամքն է, որ դա աշխատում է, արդարությունը աշխատում է։ Մի խոսքով, հիմա եկեք տենանք, քանի որ այդ բան չեն հասկանում, իրոք բան չեն հասկանում, ամոթել են անում հարցնեն, որտեղ վատ են զգում, որ կարող է մի հատ բժիշկ ասենք հասկանա, իրանք չհասկանան։ Այդ խայտարակությունն է իրանց, դա ամբիցիաներից մեռնում են։ Բժիշկը ոնց կարա հասկանա։ Դե բժիշկը ոնց է բժշկությունը հասկացել։ Կարդալով, ուսումնասիրելով, սովորելով, աշխատելով։ Սահմանադրությունը ոնց է։ Լեկցիաներ կան, ժողովուրդ ջան, ասեմ իմաց, անգլերենով հիմնական։ Լեկցիաներ կան։ Նայեք գտեք լավ լեկցիաները։ Ելի համալսարանը ԱՄՆ բան ունի, սահմանադրագիտության կուրս ունի։ Շատ չի, մի քանի ժամվա կուրս է, 30 քանի վիդեո է, բայց չգիտեմ 24 ժամը հաստատ չի անցնում, 12 ժամանոց երևի լեկցիաներ է։ Մի 3 անգամ կարաք լսեք, եթե անգլերեն չեք հասկանում, կարաք Yandex-ով, Yandex-ի YouTube-ով նայեք, դա թարգմանելու ռուսերեն թարգմանում է։ Եթե ռուսերեն չեք հասկանում, ուրեմն դուք առանց միջազգային որևիցե լեզվի տիրապետելու вообще ինչից եք խոսում, դա էլ չեմ հասկանում։ Մի խոսքով կարելի է, էլի, ուսումնասիրեք, լսեք, հեշտ կլինի, էլի, համ իրար կհասկանանք, համ էլ ուսումնասիրեք էլի։ Նա սահմանադրություն են գրել Հայաստանում, գնամ Ամերիկայի վրա։ Ամերիկայում սահմանադրություն են գրել, ֆեդերալիստի թղթեր կան, այլի չնայեցի, քանի կարծեմ 80 թուղթ է, էլի։ Ամեն բանը թերթերում, ամեն համարի հետ մի հատ հոդված են տպել մի խնդրի մասին սահմանադրության։
ԱՄՆ հիմնադիր հայրերը, այսինքն ամբողջ ժողովրդին տեղյակ են պահել, ինչ են ուզում գրեն, ինչի են առաջարկում սենց մոդել, ինչի է վերաբերում այս ժամկետը, սենց Հայաստանում այսքան իրեկած սահմանադրություն ա գրել, մեկը սկի տեղյակ ա եղել, այդ որ սենյակում են գրում ու ինչ են գրում, ուր են հասել, ինչու այսպես եւ ոչ այնպես, մեկը դրանից թե ոչ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ էլ տեղյակ չեն եղել, Քոչարյանի ժամանակ էլ, Սերժ Սարգսյանի ժամանակ էլ, հիմա Նիկոլի ժամանակ էլ ընդհանրապես տեղյակ չեն։ Այդտեղ սահմանադրություն չեն գրում, այդ ձեր ցավը տանեմ։ Այդտեղ դուք արեք ձեր փչացած լվացքի մեքենան ձեր տունը դնեք, սարքեք, մենակ դուք ձերոնցով եկել եք վարպետը։ Դուք տեն սահմանադրություն երբեք ազգը դա չի ընդունի։ Դա չի ճանաչի իրենը, եթե դա չեք տվե ազգին քննարկելու, քննադատելու, առաջարկներ անելու, դա տես բան է։ Ու դրա համար միչև հիմա ասում է սահմանադրություն չինարեն է հնչում, որովհետև չեն տեսել, դա ինչ բան է, դա ոնց են թխում, դրա համը չեն ոչ ուտելուց են տեսել, ոչ թխելուց են տեսել, ոչ էլ են որ բերել են այսքան այսինչին, այսքան այսինչը խառնենք, որ ստանանք sense լավ բան, ոչ էլ այդ գիտեն։ Ու դրա համար գալիս են կանգնում են այդ մտքին, որ անկախության հռչակագիրը նախաբանում լինելու է, թե չէ։ Ես մի հատ նախ երկու հատ արգումենտ եմ ասում։ Եթե մեկը կա, հրապարակային եմ ասում, բոլոր քաղաքական գործիչներն, կարամ անուններով ասեմ։ Եթե մեկը կա, ոչ թե վիճելու, կոնֆլիկտելու համար, այլ քննարկենք մեր ժողովուրդն լսի, գնահատական տա։ Կարա այս երկու արգումենտին հակափաստարկի, եկեք հակափաստարկեք, եկեք խոսանք։ Առաջին ՀՀ ծննդյան վկայականը, Հայաստանի Հանրապետության ծննդյան վկայականը 90 թվականի անկախության հռչակագիրը չի։ 1918 թվականի Հայաստանի Հանրապետությունը հիմնվել մայիսի 28-ին, մի քանի տող, այսպես համեստ ճարադրած այն մասին, որ հայկական գավառների վրա իշխանություն են վերցնում։ Մեր այն ժամանակվա առաջնորդները։ Այս մեկ ուզենք էտա, չուզենք էտա, Հայաստանի Հանրապետությունը ծնվել է 1918 թվականին։ Հայաստանի Հանրապետությունը չի ծնվել 1990 կամ 91 թվականին։ 91 թվականին է ծնված, կայացած, չափահաս դարձած կամ չգիտեմ դեռ երեխա հանրապետությունը անկախացել է։ Մանկապարտեզից, թե Որփանոցից, թե ոչ մի ինչ որ տեղից դուրս է եկել, բայց այդ ծնվել է 1918 թվականին, հետևաբար 1991 թվականին չի կարող լինի ինչ-որ փաստաթուղթ, որ ծննդյան վկայական լինի այդ հանրապետությանը։ Եթե կասկածում եք ասածներից մեջ, ապացուցեմ հետևյալով։ Հայաստանի Հանրապետությունը սովետական կարգեր ընդունելուց չի դադարել լինել հանրապետություն, չի դառել մարզ, չի դառել միապետություն, չի լուծարվել։ Դառել է Հայաստանի սովետական հանրապետություն։ Բայց սովետական, բայց էլի հանրապետություն։ Եթե ձեզ թվում է, որ դրանով Հայաստանը դադարել է գոյությունները, ուրեմն Ռուսաստանն էլ է դադարել գոյությունները, որտեղ Ռուսաստանն էլ մտնելով, ստեղծելով, ձևելով սովետական միություն, Ռուսաստանն ինքը, էլի սովետական միության մեջ եկել է ՌՖՍՌ, ոնց է ՌՍՖՍՌ, հա ճիշտ եմ ասում։ Ռուսաստանի ինքն այս սովետական ֆեդերատիվ հանրապետություններ են եղել։ Էլի հանրապետություն։ Հանրապետությունը գիտեք որն է, այն որ միապետություն չի։ Ու որ պետություն է, ահա, սպասեք, սովետից հետո էլ անկախ Հայաստանի Հանրապետությունն է, սա մի փաստարկ, որ Հայաստանի ծննդականը, ուրդեղ ուզում եք մանեկեք, մենակ ծննդյան օրը մանեկեք, ոչ թե երբ որ արդեն բանակի քեֆ էր նշում, այդ օրը ծննդան վկայական Հայաստանը չի վերցել, սա իմ կարծիքն է, կարակ չհամաձայնվեք, բայց չեք կար ասեք, որ սա սենց չի, կարակ դուք էլ ասեք, ես ուրիշ դիտարկում ունեմ, բայց դա լինելու արդեն ճաշակ, դա լոգիկայի օրենքով չի ամրապնդվում։ Երկրորդ, ԱՄՆ անկախության հռչակագիրը աշխարհի ամենափառահեղ փաստաթղթերից է, որ գոյություն ունի երկրի հիմնադրման, փառահեղ փաստաթղթ է։ Եվ նրանց սահմանադրության նախաբանում այս փաստաթղթին հղում չի արվում։ Չի նշվում դրա մասին։ Հիմա ինչ։ ԱՄՆ անկախության հռչակագիրը, որ եղել է մեր այսպես կոչված անկախության հռչակագրից 200 տարի առաջ, 220 տարի առաջ, ավելի պակաս փաստաթուղթ է, հա, նա կորցնում է իր հիմնադիր փաստաթուղթ լինելու արժեքը, ֆունկցիան, չի կորցնում։ Այսինքն ինչի է ձեզ թվում, որ պետք է անպայման սահմանադրության նախաբանում նշված լինի, որ ինքը գործի։
Ինչ կապ ունի, կարա նշված չլինի ու բերում եմ ԱՄՆ սահմանադրության եւ նրանց անկախության հռչակագրի օրինակը։ Երկուսն էլ կտանեն ծով ծառավ կբերեն հայկական ցանկացած հիմնադիր փաստաթուղթ։ Եթե չենք գնում հղի եկեղեցուն ու թագավորություններին։ Եթե չեն գնում երկրի այն սկզբանե հղացմանը պետականության ձևավորմանը, ապա այս վերջի շրջանի ցանկացած փաստաթուղթ շատ փոքր, այսպես իր բովանդակությամբ, իր տարողունակությամբ շատ թույլ փաստաթղթեր են։ Այսքանով ես ինչ եմ ասում, ես չեմ ասում սահմանադրության նախաբանից հանենք անկախության հռչակագիրի հղումը, չեմ ասում էդի։ Այսքան տես ասեցի, որ դա ոչինչ չի նշանակում, բայց չեմ ասում եկեք հանենք։ Ուզում եք թողեք, ուզում եք հանենք, ուզում եք 3 անգամ նշենք անկախության հռչակագրի մասին, մի 3 տեղ նշենք, ձեր ցավն էլ տանեմ։ Մենակ եկեք այդ հարցը մի բերեք առաջի պլան, որպես մեր ամբողջ երկրի սահմանադրության, սահմանադրական կարգի փոխարեն կարևորություն։ Մենք ուրիշ պրոբլեմ ունենք, մեր խնդիրը նախաբանի մեջ չի սահմանադրության, այն մնացած նույնիսկ առաջի 3 հոդվածների մեջ չի, մեր խնդիրը այն 3-րդ հոդվածից հետո եկող ահռելի պրոբլեմների մասին է, որտեղ հռչակում են բաներ, հաջորդ տողում հերքում են հռչակածը, մի ցայտուն օրինակ, Հայաստանում պետք է իշխանության թևերի բաժանում եւ հակակշռում լինի։ Գրած է, սահմանադրական հոդված է։ Մի ուրիշ տեղ է գրած է, որ պարլամենտն է ընտրում բանը վարչապետին։ Ժողովուրդ, երբ որ պարլամենտն է ընտրում վարչապետին, դա կոչվում է իշխանության ոչ թե թևերի բաժանում ու հակակշռում, այլ թևերի միաձուլում, անգլիական մոդելն է։ Դա թևերի միաձուլման սկզբունք է, դա բաժանման սկզբունք չի։ Մեր սահմանադրության վերևի հոդվածում գրած է թևերի բաժանում, տակում գրած է թևերի միաձուլման սկզբունք։ Ձեր ցավը տանեմ, սա կարկատած, ծաղկա քաղ արած տեղից ընդեղից, օրվա իշխանությանը ձեռնտու կամ օրվա իշխանական քաղաքական իրավիճակին ձեռնտու, անողնաշար սահմանադրագետների կողմից գրված, հպատակի հոգեբանությամբ շեֆին հաճոյանալու տրամադրությամբ գրված, սա սերունդների համար չի գրվել, սա գրվել է շեֆի համար, դրա համար շեֆը գնացել է, ինքը սերունդների գլխին դարել է փորձանք, իսկ երբ որ մարդիկ դա գրել են սերունդների համար, հազարատ շեֆ էլ փոխվի, սերունդները խերի մեջ կորել են, 5 միլիոն ազգից, ամերիկացիների մասն եմ ասում, 300 միլիոն են դարել, այսքան պուճուր ափամերձ դաշնությունից մի ամբողջ մայրցամաք են վերցրել ու մնացած աշխարհի մնացած տեղերում էլ դո զորքը խնդրում եմ ժողովուրդ ջան էլի գանք մեր ընդդիմադիրներին եթե դուք ուզեք մասշտաբային գործ անեք քաղաքական ուժին հարիր էսա անելիքը ուրիշ անելիք չկա այս սահմանադրության պայմաններով վարիանտ չկա մենք լավ տեղ հասնենք Մենք ինքներս մեր պետականությունն ենք թուլացնում, քանդում, ընտրություններից հետո այսպիսի իսկ այն որ ցանկացած սահմանադրություն լավ է, միայն թե դա գործի, դա ամբախ զամբախ գործից չհասկացող մարդիկ են ասում, ովքեր կարծում որ ցանկացած տրակտոր լավ է, մենակ թե շոֆերը հարբած չլինի, ասենք ռուլը ճիշտ բայ։ Ոչ, չէ պետք է ասեմ։ Տրակտորի վրա տարբերություն է։ Բելազներին բարձող տրակտորը մի բան է, ասենք Քաջարյանի հանքերում Իսկ չգիտեմ, ես փողոցում են պուճուր մայթերի կողերի հողը հավաքող տրակտորը լրիվ ուրիշ բան է։ Այտենց ամբախ զամբախ որ սաղն է լավ է, մենակ թե դի պահենք, դի տենց չի։ Խնդրում եմ, այս մցրեք օրակարգ ես հարցը տենանք ինչ ենք անում։ Շատ լավ, ամփոփելով պարոն Մանասյան, ամեն դեպքում այս հարցը ուզում եմ տալ։ Շնորհավորելով Փաշինյանին Պուտինը նրան այսպես ասած պատժում է, թե փորձելու է այնուամենայնիվ իր շնորհավորելը թանկով վաճառել, ինչ է կարծում։ Ինչ իմանամ, ինչ տարբերություն կա։ Էլիզա ջան, ինչ տարբերություն։ Չգիտեմ, հետագա աշխատանքի տեսանկյունից տարբերություն չկա հարաբերություններում իրավիճակի բարելավման իմաստով տարբերություն չկա։ Ոչ մի տարբերություն էլ չկա։ Շնորհավորա չի շնորհավորա։ Դե դա կնշանակի, որ աշխատանքի համագործակցության պատրաստակամություն։ Լսի, մի հատ բան կա, ասում եմ երկրում կարգը, իրավակարգը, հասարակարգը մեզ տանում է դեգրադացիայի, մեզ պետական ինստիտուտների ժանգոտման քայքայման։ Հիմի Պուտինը կշնորհավորի, լավ, շնորհավորանքը ապագան ասեմ, ապագան ցավոտ ու վատա լինելու,
թե իշխանությունների, թե ընդդիմության, թե բոլորիս համար։ Եթե սենց ենք շարունակում, ապագան մեզ լավ բաներ չի խոստանում։ Չի խոստանում։ Ախ ոնց բացատրել։ Պուտինը ջանդամը շնորհավորի։ Կամ անիծվի նրա շնորհավորանքը, ինչ ասեմ։ Հեչել թե չի, մեկա, դրանից բան չի փոխվում։ Դա ակնարկում են, դա ավելի շատ գիտես երբ բանկ փոխվի, ուզում եք տենակ ապագան հայ։ Տեսեք, ապրանքները թողում են Ռուսաստան տանես ծախես, թե չէ։ Դե նաև այդ իմաստով եմ։ Այդ իմաստով նայից էս թողումա թե չէ։ Դա հարաբերությունները։ պետք է ապրանք տեսնենք, թողեն թե չեն թողի։ Պետք է ապրես տեսնես, ինչ կա։ Ես այն բաներից չեմ, որ այ Եվրամիություն ենք մենք գնում, բան, այ հիմա Պուտին այսպես ասեց, դա նշանակում է այսպես անցել են, վաղուց այդ թեմաներն անցել են։ Ով ինչ ասես, խոստացավ, վերջը բերին, ասում եմ, Զանգեզուրի միջանց տվին։ Եվրոպան պետք է չտար։ Պուտինը այն փիսներ, որ գրել էր, որ պետք է Զանգեզուրի միջանց կլինի, ու միջանց չէր գրել էր, որ հաղորդակցություն պետք է լինի։ Պուտինը փիսներ, FSB-ները պետք է այդ հաղորդակցությունը կոնտրոլ աներ։ Բարին ովքեր էին, բարին Ամերիկան ու Եվրոպան էին։ Եվ եկան Պուտինին բրթեցին մի կողմ, Թրամփը վերցեց իր անունով դրեց։ Բա Պապ Թագավորի անունով դնեիք, ընկեր։ Քեք Թրամփի միջանց դրել։ Դնեիք Պապ Թագավորի միջանց։ Բախի չեք դնում, այդքան Պապ Թագավոր եք ուզում։ Երևանում կայացած արդեն վաղուց այսպես կոլորիտ դարձած, կոլորիտի մի մաս դարձած փողոցները անվանափոխում եք։ Բա գնայք Պապ Թագավորի անունով, բախի Թրամփի անունով դրիք։ Հա՞։ Հասկանում ես վերջում այդքան խոսակցությունից եկա որ Թրամփը վերցեց, Պուտինի փոխարեն Թրամփը վերցեց, Եվրոպան էլ ծափատալի, Ադրբեջանն ասում է շուտ արեք, եկրեն Նիկոլին ասում է շուտ արա։ Շուտ արա այդ ճամփեն բացի։ Այն որ աղետաբեր պատերազմ կլինի, էդ է էլի, աղետաբեր պատերազմ կլինի։ Յանի շուտ արա բացի թե չէ պատերազմ կլինի։ Հիմա ինչ կապ ունի, կշնորհավորենք, ցավակցեն, կխաջալերեն, կհորդորեն։ Նյութը հողի վրա ինչ են անում։ Հողի վրա երգիրը վերցել են, հանձնում են, այնքան որ ռուսների դեմ լարեն, այն էլ չգիտեմ ինչքանով կհաջողվի։ Հանձնում են ադրբեջանական, թուրքական շահերին։ Այն բանը վերջում էլ ասում են մեզ էլ ինչ կտաս։ Այդ է, Հայաստանի դիրքը այդ է։ Ադրբեջան ջան, Թուրքիա ջան, Եվրոպա ջան, ձեր ցավը տանեմ, եկեք ինչ ուզում եք արեք, մեզ էլ վերջում ինչ կտակ։